Բարև մեր պայքարն է եւ շարունակում ենք մեր զրույցների շարքը։ Մենք անցյալ անգամ պայմանավորվեցինք, որ մի քանի զրույց ունենալու ենք Արցախյան հարցի շուրջ, քանի որ այն թեմաները բոլորը, որոնք խոսել ենք այս մեր շարքի ընթացքում, բնականաբար անմիջական կապ ունեն այդ հարցի հետ։ Մենք նաեւ սահմանեցինք կամ փորձեցինք նախնական սահմանել, որ որքան էլ զարմանալի է, որքան էլ տարօրինակ է այս ամբողջ 30 տարվա մեջ այսպես կոչված երրորդ հանրապետության պատմության, չնայած նրան, որ համարվել է, որ Արցախի հարցը ամենաառանցքային հարցն է, մենք ըստ էության չենք ունեցել այն ինչը, որ ես կոչեցի քիչ թե շատ պայմանական Արցախյան հարցի տեսություն։ Մենք ունեցել ենք այլ բան, որը պատկերացնենք, որ Արցախի հարցը դա է, կարգավորման պլաններ եւ այլն, բայց բուն էությունը հարցի ըստ էության մենք չենք իմաստավորել, որքան էլ դա տարօրինակ է։ Պայմանավորվեցինք, որ կփորձենք ուրվագծել, իհարկե տեսություն մենք չենք կարող լիարժեք կառուցել այս մեր զրույցների մեջ, բայց ինչ որ ուրվագծեր պետք է կարողանանք անել, ասացինք, որ շեշտը մի կողմից պատմությունն է, առանց դրա անհնար է հասկանալ դա ինչ հարց է, մյուս ուրեմն բաղադրիչը պետք է փորձենք էլի այնց կարճ ուրվագծային դեկոնստրուկցիա ենթարկել այն բոլոր հղացքները կամ կոնցեպտները, ինչպես ասում են, հայերեն հղացքը բառ կա, բավականին սիրուն է այդ կոնցեպտի համարժեքներ, որոնք մեզ պարտադրվել են որպես այնց Արցախի հարցի կարևոր ուրեմն բաներ, հղացքներ հենց, այսինքն այդ կարգավորում, լուծում եւ այլն եւ այլն։ Հիմա այսօր կսկսենք արդեն կոնկրետ խոսակցությունը, իհարկե տրամաբանական կլներ, որ սկսենք հենց պատմությունից, նաև պատմություն ասելով մեջը նաև որոշ չափով աշխարհագրությունից։ Ես այդպես էլ պատկերացրել եմ նախապես, երբ որ sense ծրագիրը կազմել եմ այս խոսակցության, բայց մտածեցի այսօր հատկապես արդեն առավոտյան էլ մտածեցի, որ ես չգիտեմ ինչքան ժամանակ, այսինքն գիտեմ ինչքան ժամանակ կա, բայց այդքան լավ չեմ պատկերացնում ոնց եւ ինչքան կկարողանամ թեմաները տեղավորեմ մինչեւ տարվա վերջ։ Եվ քանի որ ամեն դեպքում պատմությունից գոնե որոշ չափով խոսել ենք եւ ինչ որ թեկուզ շատ sense թռուցիկ արագ ամփոփում արել ենք, էլի անպայման կփորձենք անել մի փոքր ավելի մանրամասն, բայց սկսենք այսպես ասած մեջտեղից։ Այս անգամ սկսենք մեջտեղից, սկսենք 88 թվից, որովհետեւ 88 թվին իմ հիշելով ամենից քիչ ենք անդրադարձել։ Իհարկե այստեղ լիարժեքության բան չենք կարողանալու անել։ Ինձ այս վերջերս էլի մեր հենց մարտական եղբայրության համաժողովի ժամանակ էլ մի երիտասարդ տղա հարցրեց, ասեց, բա կարող եմ մի հատ էլ ոնց որ ռուս-թուրքական վանդակն ա եղել, տենց մի հատ շարք նվիրեք հենց այդ Արցախյան շարժում, հետո առաջին պատերազմ եւ այլն, որովհետեւ ասում է դուք ինչը որ խոսում եք եւ ռուս-թուրքական վանդակում եւ մեր պայքարի մեջ ըստ էության ավելի շատ մեր պարտությունների պատմությունն է եւ վերլուծությունն է, իսկ այստեղ կա հաղթանակի պատմություն, միգուցե ավելի ճիշտ է նաեւ դրան անդրադառնալ։ Ես պատասխանեցի, հիմա էլ ուզում եմ ասեմ, որովհետեւ էլի կան միգուցե մարդիկ, որ մտածում են, որ արժի, իհարկե արժի, բայց անկեղծ ասած երևի էլի ասել եմ, բայց կրկնեմ այս կոնտեքստում էլ, որ ես չեմ կարծում, որ ես պատրաստ եմ, որ այդ երկարատև եւ ասենց ասած մանրամասն վերլուծության, որտեղ դեռ ռուս-թուրքական վանդակը ես շատ մեծ նյութ եմ նախապես հավաքած ունեցել, որ կարողացել եմ այդ հաղորդումները կառուցել եւ այդ նյութը ոչ թե ուղղակի հավաքած, մշակած, ինչ որ չափով վերլուծած, դա տարիների ընթացքում ես արել, երբ որ դեռ չեմ էլ պատկերացնել, որ լինելու է այդպիսի հաղորդաշար։ Նախապես ես կուտակած եմ եղել, այդպես գրեթե ամեներա ռեժիմով աշխատել եմ, մեր պայքարը ամեն դեպքում այն է, ինչ որ արդեն մեր իմ սերնդի ավելի sense հասուն տարիքի քաղաքական փորձն է, ուսումնասիրություն չեմ արել, բայց իմ փորձն է, որը փորձել եմ ձևակերպել, իմաստավորել, այդպես դասակարգել, բայց այս տարիներին ճիշտ է ես շատ բան հիշում եմ, որովհետև այդպես մանկուց էլ շատ ակտիվ եմ եղել կամ հետաքրքրվել եմ պրոցեսներով հանրային քաղաքական, բայց դա քիչ է իհարկե, ես դա չեմ վերապրել որպես հասուն մարդ, ոչ էլ որպես պատմաբան հնարավորություն եմ ունեցել ուսումնասիրել, ոչ էլ այդ ոնց որ խորության հնարավորություն կա ուսումնասիրելու, որտեղ ի վերջո բազմաթիվ փաստաթղթեր կան, որոնք դեռ, չգիտեմ, գաղտնազերծված չեն կամ արխիվներում են, պետք է ուսումնասիրվեն։ Մի խոսքով շատ լուրջ աշխատանք պետք է տարվի, նույնիսկ եթե մի կողմ թողնենք այն ինչ որ հրապարակված չի, բայց չգիտեմ, մեծ ուսումնասիրություն է պետք անել, ասենք, չգիտեմ, սկզբնաղբյուրների, որպեսզի ես ճիշտ համարեմ, որ ես կարող եմ այդքան մանրամասնությամբ խոսել, այդ պատասխանատվությունը վերցնել։ Դա ես դա չեմ կարող անել, բայց իհարկե կփորձեմ որոշ չափով թեմային անդրադառնալ կարևոր
դրվագներին, դրույթներին, որոնք հատկապես կարծում եմ, որ ակտուալ են այսօրվա համար, ակտուալ են մեր դասեր քաղելու իմաստով, ակտուալ են մեր նաև ապագայի համար։ Հիմա ինչից սկսենք։ Երևի մի քիչ անսպասելի տեղից պետք է սկսեմ, որովհետև գիտեք հիմա էլ հատկապես հիմա նոր չէ թեման, բայց հիմա հատկապես տենց պոպուլար է կամ փորձում է նաև պոպուլար դարձնել Ղարաբաղյան շարժումը 88 թվականի շարժումը նկատի ունեն ստեղծել է KGB-ն։ Հենց այդտեղից էլ պետք է սկսենք։ Այն որ ասենք, չգիտեմ, KGB-ն գիտեք, Սովետական Միության հատուկ ծառայությունն է, պետական անվտանգության կոմիտե կամ ՊԱԿ հայերեն ասում են, այն որ ասենք հատուկ ծառայությունները չեն էլ կարող ինչ որ չափով ներգրավված չլինեն նման մեծ զանգվածային շարժումներին, նաև պետք է անպայման իհարկե փորձեն իրենց մարտիկ ունենալ նաև ազդեցիկ դիրքերում, այն որ պետք է փորձեն ուղղորդել, բնականաբար տվյալ դեպքում առաջին հերթին սովետական հատուկ ծառայությունները, բայց կարող նաև այլ հատուկ ծառայություններ, դա պարզ է, ինքնին պարզ է, որ այդպես պետք է լիներ, այդպես ամենայն հավանականությամբ եղել է եւ հետադարձել մենք մանավանդ տեսնում ենք, որ հաստատ նաև sense ղեկավարման մեջ նույնպես դեր են ունեցել մարդիկ, որոնք ի վերջո նաև ապացուցել են եւ ցույց են տվել այդ թվում 2020 թվականին, որ նրանք Հայաստանի անկախության եւ հաջորդի պայքարի արժեքների կրողները չեն։ Այդ ինքնին պարզ է, բայց ես այս հարցին չեմ կարևորում, նաև կբացատրեմ։ Ասել, որ այ տեսեք այդ ամբողջ Արցախյան շարժումը ստեղծել է հենց KGB-ն կամ հատուկ ծառայությունները, ստեղծել է եւ սկզբից մինչեւ վերջ ուղղորդել է, այդ ամբողջը եղել է KGB-ի պրոյեկտը եւ այլն։ Ես կարծում եմ նախ մենք ոչ մեկս չունի բավարար հիմքեր դա պնդելու կամ հերքելու, դա օդի մեջ խոսակցություն ի վերջո, այո, մենք ընկերական զրույցներում, ասենք տենց մասնավոր զրույցներում կարող ենք որքան ուզում ենք քննարկենք, փաստարկներ բերենք, հակափաստարկներ բերենք։ Մանավանդ ուր եմ ասում, սա նոր տեսակետ չի։ Սա 80-ականների վերջից էլ հենց կա, ուղղակի հիմա հասկանալի պատճառներով տենց մի քիչ ավելի տարածվել է կամ նոր կյանք է ստացել։ Բայց հրապարակային խոսքում այս հարցի շուրջ անել վստահ պնդումներ կամ հերքումներ իհարկե չեն կարող, որտեղ լուրջ հիմնավորումներ են պետք։ Բայց մի քանի բան կարող ենք ասել, ելնելով ընդհանուր պատմական օրինաչափություններից, սա կարևորում է։ Պետք է հասկանանք եւ մենք խոսել ենք մեր այս շարքերում տարբեր առիթներով դրա մասին, որ եթե չկա օբյեկտիվ հիմք տվյալ հասարակության մեջ, չգիտեմ, ազգային հարց կլինի, թե ժողովրդական շարժում կլինի, եթե չկա օբյեկտիվ հիմք, երբեք որևէ մեկը դրսի ամենաազդեցիկ ուժը դրսի թե ներսի, երբեք չի կարող դատարկ հողի վրա հենց այնպես արհեստական ինչ որ հարց բորբոքի եւ հաջողության հասնի եւ ասենք չգիտեմ զանգվածներ դուրս բերի փողոց։ Սա իմ կարծիքով այդպես շատ անգամ ներկայացնում են, ասենք չգիտեմ պոպուլար քարոզչական միֆ է, բայց այդպես չի լինում պատմության մեջ։ Անպայման պետք է լինի օբյեկտիվ հիմք, որպեսզի այո, ասենք հատուկ ծառայությունը, թե չգիտեմ ինչ որ ուրիշ մի հատ կառույց է, ինքը կարողանա օգտվել դրանից, կարողանա փորձի ուղղորդել, կառավարել, ստեղծել թեկուզ եւ այլն, բայց անպայման պետք է լինի օբյեկտիվ հիմք, այսինքն մտածել ասել, այ ոնց որ տենց ասում են, չէ, ասենք հայերն ու ադրբեջանցիները շատ լավ ապրում էին իրար հետ, ոչ մի հարց էլ չկար, եկավ KGB-ն հատուկ խառնեց, որպեսզի ես ինչ լինի, ես դրան ապրիորի չեմ հավատում։ Այսինքն անկախ նրանից ինչ փաստաթղթեր կան, ինչ բան կա եւ այլն, այլ ապրիորի չեմ հավատում, նախ որովհետեւ դա այդպես չի, հայերն ու ադրբեջանցիները, հայերն ու թուրքերը Ադրբեջանի շատ օբյեկտիվ խնդիրներ են ունեցել իրար հետ եւ ունեն եւ շարունակել ունենալ, արհեստական չի դա։ Եվ երկրորդ որովհետեւ դա որևէ պատմական եւ քաղաքական օրինաչափություններ իմ կարծիքով հակասում եմ, եմ ասում, ուղղորդել, մտնել, ղեկավար կազմի մեջ ունենալ ազդեցության գործականներ, դա ոչ միայն հնարավոր, դա պարտադիր է գրեթե, բայց արհեստականորեն ստեղծել եւ երկրորդը կարողանալ դա լիարժեք ուղղորդել, այդպես չի լինում, դա շատ պրիմիտիվ բարձունակ պատկերացում է իմ կարծիքով որևէ պատմական իրադարձության մասին, որտեղ հատկապես ժողովրդական զանգվածները դուրս են գալիս փողոց, ժողովրդական հարց է լինում կամ որևէ ազգային հարց է լինում։ Մենք հենց այս 2018-ի հեղափոխության օրինակով օրինակ ներկայացրել ենք, որ երբ որ կա ինչ-որ մի հատ հեղափոխություն, հեղափոխական շարժում, իսկ Ղարաբաղյան շարժումը հեղափոխություն էր, որտեղ դա զանգվածային շարժում էր, որը ի վերջո նաև բերեց կառավարության փոփոխության, ճիշտ է լիարժեք հեղափոխություն իմ պատկերացմամբ լիարժեք հեղափոխությամբ չավարտվեց, որտեղ այն փոփոխությունները, որը պետք է ինքը բերեր Հայաստանում, այն իրական անկախ Հայաստանը, որը պետք է կառուցել եւ բխել դրանց չարեց, բայց հեղափոխությունները ամեն դեպքում նման շարժումների դեպքում միշտ գրեթե միշտ պատմության մեջ գիտեք 100% ոչ մի բան չի լինում, դա ամեն դեպքում թվաբանություն չի,
բայց որպես կանոն 3 կարևոր բաղադրիչ են լինում։ Մեկը հենց բուն ժողովրդական զանգվածներն են, հեղափոխության համար պարտադիր բաղադրիչը, մյուսը էլիտաների ներսում պարակտումներն են, կռիվներն են, տվյալ երկրի կամ մրցակցությունն է, եւ մյուսը արտաքին ուժերն են։ Այսինքն ժողովրդական բաղադրիչը պարտադիր է, այն մյուս երկուսից գոնե մեկը պետք է լինի, որպեսզի կայանա հեղափոխական շարժում։ Մենք այս օրինաչափության մասին խոսենք եւ չի կարելի որևէ նման շարժում, որևէ նման պատմական իրադարձություն վերլուծել կամ ներկայացնել միայն այս կետերից մեկի հիման վրա։ Եթե մեկի հիման վրա ենք կառուցում, որպես կանոն սխալվում ենք, պատկերը ճիշտ չենք պատկերացնում, լիարժեք չենք պատկերացնում։ Այս 3-ի հաճախ հակասական փոխհարաբերությունն է, որ բերում է քիչ թե շատ, ասենք, ծավալվող հաջողված շարժումներին, ասենք, կամ հեղափոխություններին։ Եվ բնականաբար Արցախյան շարժումը այստեղ բացառություն չէր կարող լինել, բայց մենք նաև տեսել ենք եւ խոսել ենք էլի, որ շատ հաճախ լինում է, այո, արտաքին ուժերն են կամ չգիտեմ հատուկ ծառայություններն են, որոնք մեծ դեր են ունենում սկզբնապես ինչ որ այդպիսի շարժման ծավալման գործում, տակից ուրեմն, չգիտեմ, ստվերային աջակցություն են ցուցաբերում կամ ինչ որ ծրագրեր են այդպես փորձում իրականացնել։ Շատ հաճախ լինում է, որ իրանք չեն կարողանում հետագան վերահսկել, մանավանդ եթե մեծ ժողովրդական իրոք շարժում է դառնում, չեն կարողանում վերահսկել, ինչը վերջ ուղղորդել նման շարժումները, գրեթե անհնար է եւ հաճախ հակառակ արդյունքել են ասում։ Ես միշտ սիրում եմ բերել հատկապես 17 թվականի փետրվարյան հեղափոխությունը Ռուսաստանում, փետրվարյան ոչ թե հեղափոխություն, ոչ թե հոկտեմբերյան, որտեղ իմ կարծիքով ակնհայտ դերակատարություններ ունեցել օրինակ Մեծ Բրիտանիան, այդ Ռուսաստան ցարի ուրեմն այդ գահանկեցության գործում, բայց հետագայում իրանք բացարձակ չեն փորձել են, բայց չեն կարողացել վերահսկել հետևանքները եւ հասել են ճիշտ հակառակ հետևանքների։ Ի վերջո Ռուսաստանում իրենց բոլշևիկների արդեն 17 հոկտեմբերից ձևավորվել է ամենահակաբրիտանական կառավարությունը, այսինքն իրենք ցարին տապալել են, որովհետեւ ցարը բավականաչափ իրենց կարծիքով անկեղծ դաշնակից չէր Բրիտանիայի, բայց արդյունքում ստացել են ամենահակաբրիտանականը։ Բազմաթիվ նման օրինակներ մենք պատմությունից կարող ենք բերել, երբեք ու երբեք ոչ ոք թող չպատկերացնի, որովհետեւ այդ փորձում են չէ՞ տես ներկայացում, որ ամենազոր sense ասած կառույցները կարողանում են այդ ժողովրդական զանգվածներին, այդ տարերքին ժողովրդական կառավարել, ուղղորդել, մանիպուլացնել, դա միֆ է։ Դա այդքան հեշտ չի եւ նույնիսկ ամենահզոր կառույցները դա չեն կարողանում անել մեծամասամբ եւ հաճախ էլ եմ ասում հակառակ արդյունք են ստանում։ Եվ այստեղ էլ ես վստահ եմ, որ որքան էլ մասնակցությունը եղել է կամ չի եղել, մեծ է եղել, փոքր է եղել, ղեկավար պաշտոններում են նաեւ եղել, սա ամբողջապես վերահսկել, այն էլ բոլոր ամեն տվյալ փուլում հասնել ցանկալի արդյունքի, վստահ եմ, որ չեն կարողացել սովետական միության հատուկ ծառայությունները, այլ չեմ ասում, որ շատ հաճախ հենց իրենց շահերն էլ հակառակ գնացել էլի վստահաբար ասում եմ։ Այլ բան է, որ կհասնենք երևի ու մի թեթև կխոսենք նաև 90-ականներից, այ 90-ականներից այդ միտումը կարծում եմ կառավարման ուղղորդման, հատկապես պատերազմից հետո շատ ավելի իրենց մոտ հաջողված է եղել եւ ավելի հեշտ է եղել։ Բայց դրան դեռ կհասնենք։ Մի բան էլ այս թեմա, մի երկու բան էլ ավելի շուտ ավելացնեմ եւ անցնենք առաջ։ Մենք պետք է նաև շատ զգուշ լինենք եւ չմոռանանք երկու բան, որ այս թեմայով հիմա շատ լուրջ քարոզչություն է գնում Հայաստանում, ընթանում Հայաստանում, որովհետեւ բնական է, որ այսօրվա կառավարությունը շատ է ձեռք տալիս, որպեսզի ներկայացվի, որ եւ Արցախյան շարժումը եւ առաջին պատերազմը դրանք բոլորը KGB-ի, ռուսների կողմից լրիվ ուղղորդված սարքված բաներ էին, ոչ էլ ինչ որ հաղթանակ ա եղել եւ այլն, հա։ Մենք շատ զգուշ էստեղ պետք է լինենք, որպեսզի մենք համ հասկանալով, որ այո, կան նաև այդտեղ, այսպես ասած, եւ ազդեցություններ, եւ ուղղորդումներ, եւ այլն, սա էլ չպետք է բանանենք, թերագնահատենք, բայց պետք է շատ զգուշ լինենք, որպեսզի այս քարոզչական ծուղակը չընկնենք, որտեղ այդ քարոզչական բանի նպատակը շատ պարզ է։ Ամեն գնով փորձում են արդարացնել սեփական պարտությունը, բնականաբար պետք է նսեմացնեն եւ ոչ միայն շարժումը նսեմացնեն Արցախյան, այլև նսեմացնեն այն հաջողությունները եւ հաղթանակները, որոնք մենք այո, անշուշտ ունեցել ենք այդ ժամանակ։ Վերջնական հաղթանակի չենք ասել, դա քաղաքական ղեկավարման խնդիրն է, բայց ի վերջո ժողովուրդը դրել է խնդիրներ եւ շատ խնդիրների լուծումը տվել է եւ հասել է եւ հատկապես այսօր դա թերագնահատել, ահա որ սխալ կլինի մեր կողմից։ Ոչ թե ես ասում եմ ինադ ընկնենք, քանի որ իրենք այսպես են ասում, դե մենք էլ ինադ ընկնենք, այնպես ասել, չէ։ Ուրեմն մեզ բնականաբար ինադը չի հետաքրքիր։ Մեզ համար շատ կարևոր է հենց ճշմարտությունը իմանալ եւ հասկանալ, իսկ ճշմարտությունը երբեք sense ու սպիտակ պարզունը կամ շատ հազվադեպ է լինում պատմության մեջ, որովհետեւ մենք կարողանանք դրա հիմա այդ բացահայտված ճշմարտության հիման վրա այսօրվա եւ վաղվա մեր
ուրեմն գործունեությունը մեր գործերը ճիշտ կառուցել, մեր քաղաքական ընթացքը, ընդհանրապես մեր երկրի ընթացքը ճիշտ կառուցել, մեզ պետք է ճշմարտությունը։ Եվ մենք իհարկե եթե տեսնում ենք, որ մեզ փորձում են ներշնչել այս ինչ էս ինչ նպատակով, այս ինչ էս ինչ բաներ, պետք է շատ զգուշ եւ զգոն լինենք եւ ակամայից չտրվենք այդ ըստ էության թշնամական քարոզչությանը, որտեղ բնականաբար դա ձեռնտու է նաեւ ոչ միայն ներքին, այլև արտաքին ուժերին հասկանալի պատճառներով։ Այստեղ նաեւ հոգեբանական խնդիրներ կան, հիմա դրան չեմ ուզում անդրադառնալ, ճիշտն ասած, ավելի sense ոչ քաղաքական մակարդակում եւ մի բան էլ մենք պետք է նաեւ չմոռանանք, որ որքան է զարմանալի լինի, բայց շատ զարմանալի էլ չի, որ իհարկե այս թեզը, որ Արցախյան շարժումը KGB-ն է ստեղծել եւ ծերից ծեր ուղղորդել կամ հետագայում պատերազմի մասին, որ այդ ամբողջ ռուսներն են մեզ օգնել, առանց ռուսների չենք հաղթել, մենք էլ չենք հաղթել։ Բնականաբար ձեռնտու է առաջին հերթին հենց ում, բացի որ ասացի այսօրվա կառավարությունը, այո, ճիշտ է, հենց KGB-ին։ Հենց KGB-ին, իհարկե, հենց KGB-ին ձեռնտու է ներկայացնել, որ այդ ինքն է ծերից ծեր արել, որ հայ ժողովուրդը ինչի համար ստեղել շատ բարձ նպատակ կա, որ հայ ժողովուրդը ինքնուրույն չի կարող ինչ-որ հաջողությունների հասնել, հայ ժողովրդի համախմբումը կամ ժողովրդական շարժումը կամ պայքարը կամ հետագայում պատերազմը ինքը ոչ մի բան է արժեք չունի հայ ժողովրդի սուբյեկտ չի։ Այդ ամենազոր KGB-ն, ինքն է ամեն ինչ անում։ Նույնիսկ այն ինչ որ առաջի հայացքից թվում է KGB-ի դեմ։ Բնական է որ հենց իրենց էլ դա ձեռնտու է, շատ པարզ է դա։ Հասկանում եք եւ հաճախ մարդիկ են գնում են այս ծուղակի մեջ մտածելով որ տեսեք ինչքան մենք հակա-KGB ենք կամ ինչքան մենք կասկածամիտ ենք այսպես ասած ռուսների նկատմամբ, որ նույնիսկ մեր ժողովրդական շարժում ասում ենք, այդ սա իրանք են արել, բայց իրականում մենք այստեղ անում ենք ինչ որ առաջին հերթին ձեռնտու է հենց KGB-ին, հենց ռուսական կայսրությանը, նաև հենց ռուսական կայսերապաշտությանը, այսպես ասենք, որտեղ իրենց իհարկե ձեռնտու է, որ մենք պատկերացնենք, որ մենք ոչինչ չենք կարող, որ նույնիսկ եթե մի բան մենք իբր ինքնուրույն անում ենք, դա մենք չենք, դա իրենք են, այսինքն մենք ոչ մի բան ենք, մեկը ամեն ինչ իրենց ձեռն է։ Սա նույնպես եկեք չմոռանանք, սա շատ կարևոր է։ Բայց էլ եմ ասում, դա չի նշանակում, որ մենք պետք է սա ծինատենգնենք ու ամեն ինչ ճիշտ հակառակ ասենք դե որ իրենք տենց են ասում, մենք ասած։ Չէ, մենք պետք է փորձենք օբյեկտիվ լինել, զգուշ լինել, բալանսավորված լինել եւ փորձել գտնել ճշմարտությունը։ Միակ բանը, որ մեզ պետք է։ Եվ ի վերջո մենք պետք է արցանագրենք, որ այդ KGB-ի վարկած այսպես ասած մի կողմ թողած ինքնին այն ինչը որ մեզ հայտնի է, այն ինչ որ պետք չի, չգիտեմ, արխիվներում փնտրել կամ չգիտեմ շատ երկար ուսումնասիրել, ինչ որ ուղղակի հայտնի փաստեր են Արցախյան շարժման մասին եւ այդ տարիների մասին ինքնին այնտեղ այնքան հենց այսօրվա համար եւ ընդհանրապես ոչ միայն այսօրվա համար ուսանելի նյութ կա ու դա շատ ավելի հետաքրքիր է քան հիմա նստել խորանալ օթի մեջ չգիտեմ KGB-ներ, KGB-չեր եւ այլն եւ այլն։ Մի օր պատմաբանները թող այդ հարցը փաստաթղթերով լուծեն, չափը ու բաժինը հասկանան, բայց եղած նյութը, հասանելի նյութը ել եմ կրկնում ինքնին այնքան հետաքրքիր է, այնքան ակտուալ, որ ավելի ճիշտ է մենք կենտրոնանանք դրա վրա եւ անդադ մեր ուղեղը չզբաղեցնենք այդ խոսակցություններով, որտեղ ի վերջո ոչ հաստատ հերքում կարանք ունենանք, ոչ հաստատ ուրեմն հիմնավորում կամ ապացուցում կարող ենք ունենալ։ Ուներ այդ շարժումը օբյեկտիվ հիմքեր, այսինքն դա ոչ ոք չել կարող դրսից հորինել, արհեստական ստեղծել, նույնիսկ եթե ուզենար ուներ օբյեկտիվ հիմքեր, ինչ օբյեկտիվ հիմքերի մասին է խոսքը։ Ես հիմա չեմ ասում հենց Արցախի խնդրի օբյեկտիվ լինելու մասին, Արցախի հայերի օբյեկտիվ խնդիրների մասին, ավելի խորքային բանի մասին եմ ուզում ասեմ, որը սենց այն ժամանակ էլ ոչ այդքան գուցե գիտակցված խնդիր, որքան ենթագիտակցության մեջ նստած խնդիր, բնազդի մեջ ժողովրդի նստած խնդիր, այն զգացողության մակարդակում հաճախ, որը չես կարող արտահայտել, չես կարող ձևակերպել, նույնիսկ զգացողության մակարդակում ինչը վերջ հստակ չի, դա ավելի շուտ այդ ենթագիտակցությունն է կամ անգիտակցականը կամ այդ խորքայինը, որը ավելորդ է ասել, որ ինչքան կարևոր դեր է խաղում ոչ միայն անհատի, այլև ժողովուրդների դեպքում, ոչ մարդը, ոչ ժողովուրդները մենակ գիտակցությամբ չեն շարժում եւ հատկապես երբ որ ժողովրդական մեջ շարժումներ են, այդտեղ այդ կոլեկտիվ անգիտակցականը ինքը շատ կարևոր դեր է խաղում։ Խնդիրը հետեւյալն էր, որ հայ ժողովուրդը ինքը պարտված ժողովուրդ էր, խոսքը 1920 թվականից սկսած, եւ այդ պարտության արդյունքները ամրագրվածի կարգավիճակում ժողովուրդ էր ամբողջ այդ սովետական Հայաստանի տարիները։ Դա չի նշանակում, որ հայ ժողովրդին ուրիշ ժողովուրդներից ավել սովետական միության հալածել են, ճնշել են, չէ, դրա մասին չի խոսքը։ Այդ կարգավիճակը պարտվածի ամրապնդված եւ դա ամրապնդված էր հենց նախ սովետական Հայաստանի սահմանների մեջ, այսինքն տարածքներից զրկված ժողովուրդ էր, շատ նեղ, փոքր
եւ անհարմար տարածքի մեջ, այսպես ասած, ի համեմատություն ոչ թե իր մեծ տարածք հարևաններին, այլ ասենք նույն Ադրբեջանի, Վրաստանի հետ ասենց խցկված ժողովուրդեր էս եւ այդ նեղությունը տարածքի մենք մինչեւ հիմա եթե դու մի քիչ զգացողություն ես, դու զգում ես շատ անհավասար վիճակի մեջ դրված ժողովուրդեր իր անմիջական հարևանների հետ համեմատած, ժողովուրդ, որը ռեսուրսներից էր զրկված, այդ թվում նաեւ այն ռեսուրսներից, որ հենց ինքը ստեղծել էր, ասենք, թեկուզ իր երկրից դուրս, իր հայրենիքից դուրս, նույն Թիֆլիսում, նույն Բաքվում, այն արժեքները, այն կապիտալները, այն հարստությունները, որ հայերը ստեղծել էին, այդ ամեն ինչը մինչև հիմա մեզ հետ կապ չունի, այդ ամեն ինչը մինչև հիմա ուրիշներն են վայելում եւ ռեսուրսային հիմքից, որտեղ նաեւ տարածքները, նաեւ տարածքային առումով ռեսուրսային հիմքերից զրկված ժողովուրդ էր եւ մասնատված ժողովուրդ էր, որովհետեւ նաեւ դա էլ էր շատ տարօրինակ բան, հենց նույնիսկ սովետական միության կոնտեքստում, երբ որ մի ժողովուրդ ուներ իր, այսպես ասած, հանրապետությունը, այդ իմաստով հայ ժողովուրդը 15 այդ ժողովուրդներից մեկն էր սովետական միության, մյուս կողմից հենց նույն այդ ժողովուրդը ուներ իր հարևան, ուրեմն հանրապետություն, մի հատ էլ ինքնավարություն։ Նման բան ես որքան հիշում եմ սովետական միության այդ բանի մեջ չկա, հա, որ ասենք որ վրացիները, չգիտեմ, ունենան մի հատ էլ ինքնավար հանրապետություն կամ շրջան Հայաստանում, այսինքն նաև մասնատված էր, պատժված ժողովուրդերը, ըստ էության այդ բոլ ամեն ինչը ոչ թե այդպես ուղղակի ստացվել էր, այլ հետևանք էր։ Հայաստանի պետությունը, առաջին հանրապետությունը ինքը չէր կարողացել կամ չէր ուզել կամ չէր կարողացել հիմա ոնց ուզում եք ասել մինչև վերջ եւ լիարժեք պայքարել եւ իր անկախության համար եւ իր անվտանգության համար եւ պարտվել էր հենց այդ պայքարում նաեւ որովհետեւ դա մինչև վերջ լիարժեք չէր կարողացել հայ ժողովրդի ներուժը մոբիլիզացնել, սրա մասին խոսել ենք ռուս-թուրքական վանդակում եւ այդ պարտությունը ինքը ոչ թե տենց ուղղակի եղել էր ու անցել էր, այլ ամրագրվել էր այդ բոլոր գործոնների մեջ, որոնց մասին ես ասում եմ տարածքային, ռեսուրսնային կորուստներ եւ նաեւ մասնատվածություն հայ ժողովրդի իր բնիկ տարածքում, իր հայրենիքում, ոչ թե ասենք որ հայերը ասենք Կրասնոդարում էին ապրում, բայց հենց իր հայրենիքում, այսինքն նույն Արցախը, պարզավոր դա Հայաստանի մաս է, հայկական հայրենիքի մաս է, պարզավոր դա հայերը բնիկ 1000 մետրով ապրող են, հիմա չեմ ապացուցելու մեր համար գոնե դա, դա ապրիորի փաստ է ապացուցման կարիք էլ չունի, եւ այս կարգավիճակը ինքը ենթագիտակցության մեջ ժողովրդի ապրում էր, չէր կարող չապրել, ինչքան էլ դա ասենք մինչև վերջ գիտակցությանը չհասներ, ինչքան էլ նույնիսկ հիմա դա տենց մենք լավ չենք գուցե հասկանում, որտեղ մեզ թվում է դե հա, այդ ես իմ 20 թվին պարտվել ենք, բայց հետո էսա եղել է, նա եղել եւ այլն, հա, եղել է շատ բան, բայց պարտությունը ամրագրված էր։ Եվ հենց այդ գործոնը շատ կարեւոր էր, որ երբ որ սկսվեց այս Արցախյան շարժումը, երբ որ այդ Արցախի հարցը բարձրացվեց 88 թվականի փետրվարին, անմիջապես ոչ թե դա տևեց ինչ որ չգիտեմ ամիսներ կամ մարդկանց պետք էր համոզել բացատրել, անմիջապես ժողովրդի մի ահագին մասը լցրեց այդ հրապարակները առանց նույնիսկ շատ անգամ ես կարող եմ ասել, թող նույնիսկ տարեցները կամ հաստատեն կամ հերքեն, ոչ բոլոր մարդիկ նույնիսկ կարող չգիտեին էլ այդ Ղարաբաղի ինչ է կամ չգիտեմ այդքան լավ պատկերացում չունեին, բայց այդ ենթագիտակցության եւ մասամբ գիտակցության մեջ նստած խնդիրը, այդ ճնշված ըստ էության կարգավիճակը ինքը բերեց նրան, որ երբ որ մի փոքր հնարավորություն բացվեց, մի փոքր այդ համակարգը սովետական մի փոքր ազատություն տվեց, ճեղքված տվեց, անմիջապես դա դրսևորվեց, այսինքն անմիջապես ժողովրդական մեծ sense բանով դրսևորվեց, ինչ որ տեղից պայթեց։ Սա ինչու եմ նաև այսօր սրան կարևորում եւ շեշտում, որովհետեւ ի վերջո սա օրինաչափություն է եւ սա մեզ համար այսօր էլ է ակտուալ, որովհետեւ այտենց абստրակտ խաղաղության մասին խոսելը մի բան է, սովետական միության մեջ էլ էին խոսում ուրեմն բանի մասին, այտենց խաղաղության մասին, որ ժողովուրդների հետ սա ամբողջ խնդիրները սովետական միությունը լուծել է, ազգամիջյան խնդիր չկա, դե ով հիշում է կհիշի։ Ամեն օր սովետում այդ ամենուրա քարոզչության մասն է սովետական միության ժողովուրդների բարեկամությունը, հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների դարավոր բարեկամությունը, գրքեր կային դրա մասին գրված բանաստեղծություններ, չգիտեմ, կինոներ եւ այլն։ Այդ абստրակտ խաղաղության մասին կարելի անվերջ խոսալ, բայց իրականում, երբ որ դու մի ժողովրդին
պարտադրում ես այդ տիպի խաղաղություն եւ պարտությունն ես ամրագրում եւ ստորացնում ես եւ ճնշում ես իրեն եւ ասում ես սա է խաղաղությունը, այսինքն հաղթողի եւ պարտվողի այդ ոնց որ հարաբերությունը կոշտ ամրագրում ես, դա չի կարող մի օր չպայթել, չի կարող դա բնազդորեն, չի կարող մի օր չպայթել եւ ես ել եմ ասում այսօր սա նույնպես այսօր մեզ դա պարտադրվում է եւ այդ պարտադրողներն էլ թե ներսում թե դրսում նույնիսկ միջև չեն պատկերացնում ինչ են անում, իրենց թվում է որ դե պարտվել է ժողովուրդը իրան էլ դա ներշնչում ես կարողանում ես իրան պարտադրել եւ դա այդպես աշխատելով չի աշխատում նման բաները պատմությունը ցույց է տալիս որ մի տեղից մի օր պայթում է այդ վիճակները կայուն թեկուզ ասենք տեսեք սովետական միության մեջ մոտ 70 տարի այդ վիճակը տևեց բայց հենց մի փոքր համակարգը թուլացավ անմիջապես պայթեց դա շատ կարևոր ու հետաքրքիր փաստ է որի վրա պետք է ուշադրություն դարձնել եւ եզրակացություններ անել անհնար է այդ պարտվածի կարգավիճակը նույնիսկ ամենաուժեղ քարոզությամբ եթե դու ժողովրդին պարտադրում ես դրա մեջ ապրել եւ ասում ես սա է քո խաղաղությունը դա միևնույն է չի աշխատում թեկուզ 70 տարի էլ անցի դա պայթում է եւ այսօր էլ եմ կրկնում մեր հետ հենց նույնն են փորձում անել եւ պատրանք է դա պայթելու է եւ չկա նաեւ սովետական միության պես այդպիսի ամուր համակարգ որ կարողանա դա 70 տարի պահի երբ որ ասում ենք Ղարաբաղյան շարժում էին այն ժամանակ շատ անգամ ասում, երևի ավելի ճիշտ է Արցախյան շարժումը ասելն է։ 2 տարի տևել է, գիտեք 88 թվականից 90 թվական, մինչև որ ուրեմն այդ արդեն Ղարաբաղյան շարժման առաջնորդները այսպես ասած իշխանություն են ձևավորել, նոր իշխանություն են ձևավորել Հայաստան, բայց ես կասեի բուն իմաստով, բուն անունով Ղարաբաղյան շարժում ինքը ընդհանրապես 2 շաբաթ է տևել, այսինքն որտեղ հենց Ղարաբաղի հարցն է եղել միակը եւ առաջնայինը եւ հետագայում արդեն այդ շարժումը տրանսֆորմացիա է որոշակի ապրել վերածվելով ի վերջո գոնե արտակուստ անկախության շարժման հիմա էլի կարելի է շատ վիճել որքանով լիարժեք վերածվեց անկախության շարժման իհարկե այսօր մենք հստակ կարող ենք ասել որ լիարժեք անկախության շարժման իրոք դա չվերածվեց բայց համենայն դեպս հագին մասով այդ միտումը կար եւ չի կարելի նաեւ դա շղթել այսինքն լրիվ նիհիլիստական չի կարելի վերաբերվել որոշ չափով եւ զգալի չափով Ղարաբաղյան շարժումից վերածվեց անկախության շարժում։ Եվ էլ ասում բուն Ղարաբաղյան շարժում կարելի ասել ընդամենը 2 շաբաթ 88 թվականի փետրվարի 20-ից մինչև փետրվարի վերջ, մինչև ուրեմն Սումգայիթյան ջարդեր փետրվարի 29-ին է, ինչ է կարծում։ Ինչի եմ ասում բուն իմաստով, որտեղ դե գիտեք բոլորդ այդ երևի պատմությունը, չնայած ասեմ, հիմա ես նաեւ սա այս թեման խոսում եմ ինչի համար, որտեղ իմ հասակակիցների համար կարող նույնիսկ մի քիչ ձանձրալի է լինի, ասի ինչ ես պատմում բաներ, որ sense տենս բոլորս գիտենք Բայց ես քանի որ հիմա դեպքերի բերումով շփվում եմ հիմնականում ինձանից ավելի երիտասարդների հետ, 10, 15, 20, նույնիսկ ավելի 25 տարի ինձնից երիտասարդների հետ, միջինում այսպես 15 տարի ինձնից փոքրերի հետ, հա իրանք ինչ-որ բաներ լսել են, գիտեն, որ տենց բան եղել է, բայց այս բաները, որոնք մեր սերնդի համար օրինակ, թվում են ինքնին պարզ, ինքնին հայտնի, չգիտեն իրենք։ Իրենք չգիտեն, իրենք տենց ինչ-որ որտեվ իրենց չեն սովորացել։ Ինչ-որ տենց աղոտ անորոշ էստեղից այնտեղից ինչ-որ բաներ են լսել, բայց հիմնական այն փաստերը որոնք այս պատմության կարևոր մասը եւ թվում էր պետքա գոնե էլի անկախ Հայաստանում մարդկանց սովորացնեին ամենատարական իրենք չգիտեն մեծ հաշվով եւ դրա համար եմ նաեւ հիշեցնում որտեղ կարևոր է նաեւ ուղակի հիշեցնելը փաստորեն այսօր նաեւ ու լավ է որ ես նաեւ հա ես ուզում եմ ոչ թե այդքան ժամանակագրություն նաեւ պատմեմ այլ հաճախ փոխանցեմ կենթանի զգացողությունը որքանով իհարկե ես էլ փոքր եմ եղել որքանով ինքս հիշում եմ կենթանի զգացողությունը նաեւ ժամանակաշրջանի կփորձեն փոխանցել, որ մարդիկ նաև այդ կենթանի պատկերացնեն ոչ միայն դեպքերը։ Եվ իհարկե բացի դեպքերից կփորձենք շատ արագ ցնցընթացից դրանք նաև մոդելավորել, օրինաչափությունների վերածել։ Դե գիտեք, սկսվեց այդ ամեն ինչը շատ ցնց Ղարաբաղի պահանջով եւ շատ լոյալ, հավատարիմ, ուրեմն կարգախոսներով դեպի Ռուսաստանը փաստորեն կամ սովետական միությունը այդ մինչև հիմա էլ տենց հեգնանքով հիշում են շատերը Լենին պարտիա Գորբաչով, այսինքն լրիվ հավատարմություն Ռուսաստանին, պարզապես Ռուսաստանին խաբել են, Մոսկվային խաբել են, չար մարդիկ ժամանակին Ստալինը տվել է Ղարաբաղը թուրքերին, հիմա մենք բացատրենք Մոսկվային, իրեն հավատարմության ամենասենց բաները ցուցադրելով եւ իրենք մեզ արդարությունը կհաղթի, Ղարաբաղը կտան Հայաստանին։ Այս էր առաջի այդ բանը մտայնությունը այդ ժամանակվա այդ շարժման առաջին օրերի, առաջին մի 10 օրվա եւ իհարկե անկախության պահանջի մասին այդտեղ խոսք լինել չէր կարող այդ ժամանակ Հայաստանում շատ քիչ էին ծայրահեղ փոքրամասնություն էին ընդհանրապես մարդիկ որոնք անկախության հարց էին դնում կամ անկախության մասին մտածում էին կային բայց շատ քիչ էին կազմակերպված փոքրամասնություն էին բայց փոքրամասնություն էին
Եվ այդ ժամանակ երկի ժողովուրդն էլ բացարձակ այդ ամեն ինչը չէր ընդունում եւ նույնիսկ հակառակվում էր դրան, թշնամաբար էր վերաբերում, համարում էր որ դա սադրանք է այդ հարցը պահին բարձրացնելը, բայց ինչ եղավ այստեղ։ Էլի մեծ սերունդը կհիշի։ Ուրեմն այդ ամենահավատարիմ կարգախոսներով շատ մեծ զանգվածներ դուրս են գալիս հրապարակ Երևանում, դա մինչև այդ արդեն Ստեփանակերտում, բայց ես շատ Երևանից կխոսեմ, որովհետև Երևանից ավելի տեղյակ եմ բնականաբար, այդպես է ստացվել։ Ինչ է տեղի ունենում։ Հա, դե մեծ թվով մարդիկ ճիշտ է, այն ժամանակ ասում էին միլիոն մարդ, կես միլիոն մարդ, իհարկե մենք հիմա հասկանում ենք, որ դա չափազանցված թվեր, բայց իրոք լուրջ մեծ թվեր մանավանդ սովետական Հայաստանի համար աներևակայել էր այդքան մեծ թվով մարդ դուրս գալ փողոց։ 65 թվին էլ ա եղել, բայց դա մի քիչ ուրիշ բան է։ Վերջը ինչ է տեղի ունենում եւ հանկարծ այդ մարդիկ տեսնում են, որ սովետական քարոզչությունը նախ, այսինքն այն ժամանակվա պաշտոնական սովետական այդ լրատվամիջոցները, իսկ ոչ պաշտոնական չկար էլ 88 թվի ձմռանը սովետական միության մեջ, եւ հետո նաեւ պաշտոնական խոսքը ասում է, որ սկզբից չէ լուսաբանում ընդհանրապես, որ Երևանում ինչ-որ բան է տեղում, հետո 2-3 օր անց գրում են ուրեմն սովետական թերթերը, այդ ժամանակվա այդ վրեմը ծրագիրը, որ Հայաստանում մի խումբ, նույնիսկ ոչ թե մի խումբ, այլ մի կույտ, ռուսերեն կուչկա, կույտ պետք է թարգմանենք հայերեն ավելի ճիշտ, կույտիկ նույնիսկ, մի կույտիկ ծայրահեղականներ եւ ազգայնականներ, նացիոնալիստներ, կուչկա էքստրեմիստով, նացիոնալիստով դուրս են եկել փողոց եւ ինչ որ ազգամիջյան բաներ են բորբոքում եւ դատապարտում են դե բնականաբար։ Եվ հայ ժողովուրդը դե չի հասկանում ինչա կատարվում, սկսում են բնականաբար այն ժամանակ շատ բաներ գրել նամակներ, բացատրություններ, կյանքները պատմել, որ ինչ եք խոսում, մենք չեք հասկանում, մենք շատ ենք սիրում Ռուսաստանը, Մոսկվային, Գորբաչովին, Լենինին, հավատարիմ ենք, ինչ եք մեզ ու մենք շատ ենք, մենք կույտիկ չենք, խմբակ չենք եւ ծայրահեղական չեն, եւ սկսում են ապացուցել, որ նրանք նացիոնալիստ չեն, էքստրեմիստ չեն եւ այլն եւ այլն։ Բայց ինչու այդպես։ Իսկ իրականում այստեղ ամեն ինչ օրինաչափ է հարցը, իհարկե, նա չի, որ ասենք Մոսկվայում նստած մարդիկ չէին հասկանում, որ այստեղ բան չի, կույտիկ չի, կամ մտածում էին, որ սրանք իրոք էքստրեմիստներ էին, դա իհարկե այդպես չի, երբ որ կայսրությունը քեզ ասում է էքստրեմիստ եւ նացիոնալիստ, հարցը այն չի, որ ինքը մտածում է, որ դու այդպես թե այդ չես օբյեկտիվ աշխարհում։ Ինքը տալիս է քեզ այդ կարգավիճակը, որով ինքը ցույց է տալիս, որ այն ինչը որ դու անում ես, անկախ նրանից թե որքան դու համարում ես, որ դու իրան հավատարիմ ես, ինքը գնահատում է որպես վտանգավոր, վտանգ իր համար, ինքը դիագնոզը տալիս է եւ իրատեսակետից ինքը ճիշտ է տալիս իրան բացատրելու, ոչինչ չկա, դու չես որ պետք է մեծ կայսրությանը բացատրես, թե ինչն է իրեն ձեռնտու, ինչը իրեն ձեռնտու չի, ով է իրան հավատարիմ եւ ով է իրան հավատարիմ չի, ինքը չի հավատում քո հավատարմությանը, որովհետեւ իմաստը որ ռուսական կայսրության համար երկու մեծ, այսպես ասած, վտանգ կա, իր բնազդի էլի նույնիսկ մակարդակում, մեկը ազգային հարցը, ազգային շարժումները, դա համար կայսրության լեզվում ազգայնականությունը հայոյանք է քաղաքական եւ մյուսը ժողովրդական, երբ որ ինքը տեսնում է ժողովրդական շարժում։ Ինքը կարող է փորձել օրինակ կառավարելի ազգայնականություններ ձևավորել, ցանկալի առանց ժողովրդական հղվածային բաղադրիչի։ Կարող է նույնիսկ ժողովրդական հարցերը առանձին շահարկել եւ նաեւ հակադրել դրանք, այսպես ասած ազգայինին, բայց երկուսը միասին հատկապես կայսրության համար թիվ 1 վտանգ է, որովհետեւ կայսրությունը կառուցված է այդ երկուսի բացառության վրա, ինքը ազգայնականություն չի ընդունում, որտեղ ինքը կայսրություն է, այսինքն ազգը չի քաղաքական սկզբունքը, եւ ժողովրդականությունը նույնպես իր համար խորթ է, որովհետեւ կայսրությունների համար գոնե դասական իմաստով եւ հատկապես ռուսական կայսրության համար զանգվածները ժողովրդական խորթ են։ Թշնամի գուցե չեն, բայց օտար են այդտեղ այդ կառավարող փակ էլիտաներն են, բյուրոկրատիան եւ կառավարող փակ էլիտաները հրապարակային շարժումները իրենց համար միշտ վտանգ են եւ իրենք դա ախտորոշում են, ասում են այդ ձեր հավատարմության լոզունգները մի կողմ եք թողնում, մեզ դա չի համոզում, ինչքան ուզում եք նամակ գրեք, դուք էս եք, ուզում եք համոզվեք, սա նոր բան չի։ Հիմա եթե մենք չգիտեմ, վերհիշենք այդ KGB-ի վարկածը, այդ KGB-ի վարկածում չգիտեմ սա ոնց է բացատրում, բայց կա շատ ավելի այսպես համոզիչ, որտեղ սա պատմական մոդել է, մենք ռուս-թուրքական վանդակում սրա մասին խոսել ենք, որ նույն կերպ 20-րդ դարի սկզբում ռուսական կայսրության գնահատմամբ հայերը, որոնք էլի նույն կերպ հավատարիմ էին ռուսական կայսրությանը, չէին էլ պատրաստվում նրա դեմ պայքարել, բայց
Քանի որ հայերը եւ ազգային շարժում ունեին եւ այսպես ասած ժողովրդական սոցիալական ակտիվ էին ավելի, չգիտեմ, առաջադեմ պայմանական լավ ասենք, չեմ սիրում այդ բառը, մի քիչ առաջադեմ ուրեմն գաղափարներին ավելի մասնակից էին, հաղորդակից էին, որակվել էին ռուսական կայսրության մեջ որպես հեղափոխական ժողովուրդ եւ ըստ էության միանգամից այդ որպես վտանգավոր ժողովուրդ այդ վտանգի բանը ստացել էին եւ համապատասխան վերաբերմունքի էին արժանացել։ Այդպես էլ ասում են, ոչ թե որ հայերը Ռուսաստանի դեմ են, հայերը Ռուսաստանի դեմ չէին իրենցով Ռուսաստանը սկսեց էլի ցարական Ռուսաստանը թշնամական վերաբերմունք ցույց տալ այդ շրջանում հայերի նկատմամբ եւ ստիպեց հայերին ինչ որ մի փուլ մտնել այդ հակառուսական բանի մեջ, բայց ինչու, որովհետեւ էլի մենք չենք հասկանում այդ մտածողությունը, մեզ նոր շուտ թուրիմացություն է տեղի ունենում, որովհետեւ չէ որ մենք այդքան հավատալու ենք, ինչի են իրանք մեզ այդպես վերաբերում, բայց որովհետեւ իրենք տեսնում են իրականությունը իրենց աչքերով եւ ավելի խորը նույնիսկ քան մենք եւ իրենք ասում են հեղափոխական ժողովուրդը վտանգ է կայսրության համար, նրանք ազգային հարցեր են բարձրացնում, թեկուզ մեր դեմ չէ, բայց ազգային հարցեր, նրանք ժողովրդական հարցեր են բարձրացնում, նրանք վտանգ են կայսրության եւ այդ շրջանում է, որ նորից այդ 1905-7 թվականին Կովկասում սկսվում են այդ հայկական ջարդերը, այսինքն տեղի թուրքերի ձեռքով կամ այն ժամանակ ինչպես ասում էին թաթարների։ Այդ նույն բանը տեղի ունենում։ Հայերին նշանակում են, այսպես ասած, թշնամի եւ սկսում են ջարդել թուրքերի ձեռքով։ Այլ բան է, որ այդ ժամանակ հայերը կարողանում են պաշտպանվել, շատ անգամ նաեւ հաջողությամբ, այսինքն մեծամասամբ հաջողությամբ եւ մի հատ էլ իրանք հակահարվածներ հասնել, բայց սա է ռուսական կայսրության քաղաքականություն 20-րդ դարում եւ սա 88 թվականին միանգամից նույնպես արտահայտվում է ավտոմատի վրա նույնիսկ։ Եվ մի կողմից դա մեր տեսակետից շատ զարմանալի է, բայց կայսրության տեսակետից շատ բնական ռեակցիա է։ Մարդիկ հավաքվում են հրապարակում զանգվածներ եւ դնում են ազգային հարց, երկուսը միասին կայսրությունը կարմիր լույսը միանում է, սա վտանգ է։ Չեք համոզվում, հենց հիմա տեսեք ռուսական պաշտոնական խոսույթը Ուկրաինայի մասին։ Ինչ են ասում են Ուկրաինայում մենք պայքարում ենք նացիզմի դեմ։ Դե որ ասենք այդ բանից դուրս է, այդ խոսակից դուրս է, մտած շատ չա խոսում, ինչ նացիզմ, չէ՞, որտեղ ցանկացած մարդու համար, եթե ինքը ռուսական քարոզչության զոհ չի կամ աշխարհին այդ հայացքով չի, ինչ ասում, ինչ նացիզմ այդ ցավն է, նացիզմ, բայց հասկացանք ամեն ինչ լավ կռիվ եք անում, չգիտեմ, Դոնբասն եք ուզում, તો լավ եք անում ենթադրենք, բայց նացիզմը ինչ կապ ունի։ Բայց իրենք ամենայն լրջությամբ շարունակում են պնդել այն ամենաբարձր մակարդակից, որ նացիզմի դեմ են պայքարում։ Բայց դա մենք մտածում ենք, որ իրենք երևի ուղղակի այդքան ցինիկորեն կեղծում են։ Չէ, իրենք ռեալ են դրան հավատում, իրենց համար դա իրոք նացիզմ է, ռուսների համար դա նացիզմ է, նույնիսկ ես ասեմ շարքային շատ ռուսների համար դա համոզիչ է։ Դպրոցական տարիների մի մասը, քանի որ Թիֆլիսում եմ սովորել, այնտեղ ռուս երեխեք էլ կային։ Իրենք նման բաներ շատ լուրջ էին ընդունում։ Բալ ասեմ, մի հատ այդպես օրինակ բերեմ էլի մեր դպրոցական տարիներին, դե ես փոքրուց դու գոնե մինիմում 10 տարեկանից դες դասատուների հետ միշտ վեճերի մեջ էի բռնվում, դեռ 86 թիվներ, 86-87 թվերին, այդ պահին հենց Թիֆլիսում էի, մի հատ ռուսերենի դասատու ունենք, վերջի կոմունիստներ, այդ Թամաս Գավրիլովիչը, անընդհատ վեճերի մեջ էի այդ բռնվում ու քաղաքական թեմաներով հիմնականում ասում էի, օրինակ Հայաստանը եւ Վրաստանը պետք է անկախ լինեն։ Եվ եկել ասում էի, որ սովետական միության մեջ խոսքի ազատություն չկա եւ պետք է լինի խոսքի ազատություն։ Եվ ինչ էր ինձ ասում, ինչ էին ասում ինձ։ Ասում էին դու ֆաշիստ ես։ Եվ դա աբսուրդ վիճակ չէ, ես ասում եմ խոսքի ազատություն պետք է լինի եւ անկախություն պետք է լինի ժողովրդների, ասում են ֆաշիստ, դա աբսուրդ է, չէ՞, մեր տեսակետից եւ հիմնականում նույն հայ եւ վրացի երեխեքը իրենք դա այդպես լուրջ չէին ընդունում բնականում, բայց ռուս երեխեքը լուրջ էին ընդունում, որովհետեւ այո, իրենց տեսակետից դա կոչվում է ֆաշիզմ կամ նացիզմ, երբ որ դու դնում ես ազգային անկախության հարց եւ ավելին ժողովրդական ազատության հարց, շատ տարօրինակ եւ աբսուրդ է մեր տեսակետից, բայց իրենց տեսակետից ճակերտավոր, մեր համար ճակերտավոր, բայց իրենց տեսակետից տրամաբանական է, որ դու նացիստ ես կամ ֆաշիստ ես։ Եվ են եմ ասում, եթե այս ամեն ինչը համոզես, չի տեսեք Ուկրաինայի օրինակը, նույնն է։ Դու անկախություն ես ուզում, Ուկրաինան ուզում է անկախություն, ուրեմն ինքը նացիստ է։ Իրենց համար դա է նացիոնալիստ, նացիստ, ազգային հայ, նույն բանն է։ Եթե դու ուզում ես կայսրությունից իրական անկախություն, դու այդ ես։ Եվ սա էր ինչ որ հայ ժողովրդին ասում էին իրականում ոչ մի զարմանալի բան չկա, մեր համար է շատ տարօրինակ եւ զարմանալի, իրականում շատ տրամաբանական պատասխաններ կայսրության կողմից, որով ինքը վտանգը տեսավ մեզանից շուտ մենք դեռ թվում էր, որ մենք լոյալ ենք, շատ լոյալ ենք ռուսական կայսրությանը, բայց իրենք հասկանում էին, որ
դա կեղծիք է իրական։ Դու չես կարող ունել լոյալ կայսրությանը եւ դնես ազգային հարց եւ զանգվածային ժողովրդական շարժում ծավալես եւ այս ամեն ինչը ավարտվեց ինչով։ Այդ ժամանակ դեռ այդ շարժումը ոնց որ ավելի sense ավակ սերունդներ մտավորականության ղեկավարում կար Ղարաբաղ կոմիտեն դեռ ավելի sense լայն բանով կար իհարկե նաև Իգոր Մուրադյանը, Մանվել Սարգսյանը, բայց կար նաև էլ ավելի ավակ սերունդը, որոնք հայ ժողովրդի անունից Սիլվա Կապուտիկյանը, Զորի Բալյանը գնացին Մոսկվա, հանդիպեցին այդ ժամանակ այդ Գորբաչովի հետ եւ նա իրենց որտեվ ամենակ հանրավայրներ չէին գործադուլներ, դասադուլներ եւ այլն, եկան Երևան, փոխանցեցին ժողովրդին խնդրանքը Գորբաչովի, որ իրանք այդ հարցը կքննարկեն, բայց խնդրում է ժողովրդին վերադառնալ տներ, գործադուլները դադարեցնել եւ այլն եւ այլն։ Դե համոզեցին ժողովրդին իհարկե, տենց էլ արեցին, տեսեք էլի, ասենք մենք նայում ենք ասում ենք, բայց փաստում ինձ համար իրոք կարևոր էր որ ժողովուրդը գնա տներով, թվում է թե ինչ է իրանի, թող չգնա տներով, բայց վտանգ իրանք ռեալ տենց բաների մեջ տեսնել եւ հենց այդ անմիջապես դրանից հետո եկավ հայերի արդեն ջարդերը սկսվեցին Ադրբեջանում, Սումգայիթում, եւ սա նույնպես շատ կարևոր օրինաչափություն է եւ նույնի շարունակությունն է ինչի մասին խոսեցինք, հիշատակեցինք, որ նույն 1905-1907 թվականների սխեման է, այսինքն ինչ անել հայերի հետ, որոնք այսպես ասած հեղափոխական ոչ հակակայսերական, բայց պոտենցիալ հակակայսերական հեղափոխական գործողություն են սկսում, վերցնում ենք թուրքերին, թուրքերը հայերին պետք է ջարդեն, հայերին պետք է պատժել։ Այս այո, սա արդեն կայսրության էլի քաղաքականությունն է, գործիքներից մեկն է, այս բանի սրա վրա կանգ առնենք եւ կշարունակենք խոսելը, հուսամ ոչ շատ երկար, նույնիսկ ես ուզում եմ եւս մի հաղորդում եւ վերջ այսքանի մեջ տեղավորեմ, շատ արագ խոսենք, ուղղակի էլի կփորձենք ցենց հնդածս այս մոդելները, օրինաչափությունները արագ հանել հայտնի դեպքերից, բոլորիս հայտնի դեպքերից։ Այսօր այսքանը չգիտեմ ինչքանով համակարգված ստացվեց, փորձեցի մի քանի կարևոր բան տեղավորել, մի խտացնել այսպես մի բանի մեջ, մյուս անգամ կխոսենք էլի։